Եվ եթե նույնիսկ վերահսկվում եւ այդ խախտումը արձանագրվում է, ինչ դրանից։ Տեսեք, հենց դա է խնդիրը։ Դրանց համար պատասխանատվություններ է նախատեսած, վարչական պատասխանատվություն է, քրեական պատասխանատվություն է ըստ բնույթի։ Ու նույն Գյումրիում այդպիսի չարաշահումները բավականին շատ են՝ ի տարբերություն վաղարշաբաթի։ Ու այդ արձանագրումները մեր խնդիրը ինչու՞մ է կանում։ Ինչու եմ ես հաճախ անվանում, որ մենք քաղաքական եւ սահմանադրաիրավական ճգնաժամում ենք, որովհետեւ եթե մենք դասական իրավական ու ժողովրդավար պետության սահմաններում լինենք, որտեղ քաղաքական ազդեցություն չեր լինի իրավապահ մարմինների նկատմամբ, այս արձանագրված խախտումները կունենային հետևանքներ։ Իսկ հիմա չունեն։ Ոչ, շատ հաճախ այդ արձանագրումները Գյումրիում չունեն։ Այսինքն ոչ ոքի չեն դատապարտել։ Պատկերը տեսեք, Գյումրիում այնպիսի խայտառակ իրավիճակ է, որ իրավապահ մարմինները գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների, քաղաքական ուժերի առաջնորդների նկատմամբ միջամտություն ունեցան։ Մեկի ծնողին երեխային բերման ենթարկեցին, մեղադրանք առաջադրեցին, մյուսին անձամբ խուզարկություններ տեղի ունեցան, հա, բնակարանում, աշխատավայրերում, այլ բոլորի աջակիցներին գրեթե կանչում էին բաժանմունքներ, հարցաքննություններ էին իրականացնում։ Մի խոսքով Գյումրիում իրապես իրավապահների միջամտության աստիճանը անթույլատրելիության շեմը անցել էր։